Շորայի նախնիներն Արևմտյան Հայաստանում են ծնվել մեծացել, Սասունցիների ընտանիքը 1915-ին մասնատվեց ու գաղթեց։ Մի ամբողջ գերդաստանից ողջ մնացին երկու եղբայրներ, մեկը հաստատվեց Բեյրութում, մյուս եղբայրն Արագածոտնում։ Ներդրումը եղել է միշտ պայքարելու, թուրքական յաթաղանից ազատվելու, բայց ավաղ չեն կարողացել։ Գաղթական պապի անունն էլ դարձավ Տոհմի ազգանունը, Պողոսյան, նրա հետ էին համագյուղացիներն ու հարևան գավառների ու 26 գյուղերի բնակիչները, որ դժվարությամբ ու հրաշքով փրկվեցին, եկան ու հիմնվեցին Թալինի շրջանում։ Քաղաքապնակները Արամիդյան Հայաստանից եկել են դեպի քաղաքները, իսկ գյուղացին ու Բարսաբիր Կոբու այնտեղից գաղթածները ավելի լեռն էր։ Ցեղասպանությունից հետո լեռնոտ տարածքը գյուղ դարձրին, տնտեսություններ հիմնեցին ու համայնքի անունը դրեցին Կաթնաղբյուր։ Այստեղ բոլորն էլ գաղթականների ժառանգներ են, գյուղացին էլ, գյուղապետն էլ։ Մշո Բլանուխի կողա գյուղից են իմ, իսկ մայրական կողը Սասունի Փետար գյուղից են։ Ասում են հենց փեթարցիներն են հիմնել Կաթնաղբյուրը, գյուղապետն ու համագյուղացիները որոշեցին իրենց պապերի հիշատակին ու ցեղասպանության 100-րդ տարելիցին գյուղամիջում հուշարձան կանգնեցնել։ Երկու ժայռերի արանքում դուրս է խոյացել խորանը, որը ներկայացված է երկու խորանից մեկը Արևմտյան Հայաստանն է, իսկ մյուսը Արևելյան Հայաստան։ Նուրը մեր սիմվոլն է, դուք շատ լավ գիտեք, եւ ժամանակն ենք դրել 15 թվականին, ժամացույցը, արևի ժամացույցը, հապավումներով, տարերով գրված 1915-2015 թվական։ Հուշարձանի վրա Կաթնաղբյուրի հերոսի Մուշեղ Ղալչյանի խոսքն է, ամենամեծ կորուստը մարդու կորուստն է, հողն ուրիշ տիրոջ չի ընդունում, սպասում է իր օրինակցին։ Գրության ու հուշակոթողի շուրջ Գալչյանի անվան դպրոցի սաններն են Արևմտյան Հայաստանի ավերված բնակավայրերի ցուցանակներով։ Կաթնաղբյուրը միակ համայնքը չէ, որ միջոցառում է անում Արագածոտնի գյուղերի հիմնական մասում բնակվում են վերապրածներ, յուրաքանչյուր գյուղ որոշել է այս օրերին խաչքար կանգնեցնել 1,5 միլիոն զոհերի ու գաղթականների հիշատակին։ Թալինի տարածաշրջանում հիմնականում ապրում են Մուշից ու Սասունից եղեռնի վերապրածների սերունդը, որոնք ունեն իրենց պարտավորվածությունը, հարգանքը։ Մարզկենտրոնում սկսվում է ցուցադրությունների շարք, ազգային արխիվի նմուշներն են ներկայացնելու։ Երիտասարդները կազմակերպել են նաև ջահերով երթ դեպի աշտարակի Սուրբ Մարիամնե եկեղեցի։ Ապրիլի 24-ին տեղի կունենա երթ, մոմավառություն եւ կմատուցվի պատարագ։ Դավիթ Դավթյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։